Հիմա մենք զիջենք Նարեկ ջան։ Շնորհակալություն, երկու հարց ունեմ, պարոն Սիմոնյան։ Նախ մասնակիցները պնդում են, ասում են, որ ընտրական օրենսգրքով արգելվում է ունեցվածքի 30%-ը Հայաստանից դուրս ունեցող անձանց գրանցել ընտրություններին, թե ոչ։ Արդյոք սա իշխանության օրակարգում կա, քննարկում եք, թե ոչ նման վտանգներ։ Իշի երկրորդ հարցը սրան պատասխանեմ, հետո մյուսը, չէ, նման բան մենք չենք քննարկում, առաջին անգամ ձեզնից եմ լսում, ես շատ որպես իրավաբան եմ ասում, ես շատ քիչ հավանական եմ համարում, որ Հայաստանում լինի կուսակցություն, որը որ եթե տենց կտրուկ ինչ որ պատճառ չլինի, շատ քիչ հավանական եմ, համարում եմ դա քաղաքականորեն սխալ եւ ես անկեղծ եմ ասում, լուրջ եմ ասում, դուք մեր համար ինչ տարբերություն ազգային ժողովի դահլիճում այն մյուս 40%-ը ով է ալնելու, առավել ևս որ նույն մարդիկ են։ Այսինքն մի ընդդիմադիր կուսակցությունից քոչում են մյուս ընդդիմադիր կուսակցություն, ասում են, ահա Տիպերիա Նատաշը, ասենք դառնում են այլ կուսակցության անդամ, հետո մեկ է սկսում են այլմիսին գովաբանել եւ գնում են այս ինչի։ Մեր համար ինչ տարբերություն կկոչվի այլ մնացած 40%-ը ԲՀԿ, չգիտեմ, ԼՀԿ, Հայաստան, մեր ձևով, ձեր ձևով, չգիտեմ, մեր համար ինչ տարբերություն։ Մենք չենք կարող այստեղ 100% կազմել։ Պարզ է, չէ՞ որ ընդդիմությունը առնվազն 40% զբաղեցնելու է։ Հա, ինչ ուզում են թող անեն, ինչ տարբերություն։ Մարդիկ պետք է ընտրություն ունենան։ Եվ մյուս հարցը, պարոն Սիմոնյան, ձեր հետագա պաշտոնավարման հետ կապված նշում են, որ այս ներկուսակցական ընտրություններով, քանի որ դուք զիջում եք այլ թեկնածուների, սա արդեն ասում են տեղեկություններ կա, որ մամուլն էլ գրում է, որ քննարկում է, որ այլևս դուք չեք լինի 26-ից հետո ազգային ժողովի նախագահ, սրա շուրջ քննարկում եղել է թե ոչ։ Նման քննարկումներ չկա, ես չեմ կարծում, որ որևիցե մեկին զիջում է, որովհետև այդ ընտրությունները այլ բանի մասին է, դա կուսակցական ներգրավվածության մասին է, դա կուսակցության անդամների հետ աշխատելու մասին եւ որևիցե ձևով պրոյեկտել դա այլ բանի վրա իհարկե չի կարելի, ինչ վերաբերում է արդեն 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահի վերաբերյալ ինձ այս պահի դրությամբ որևիցե մեկը աշխատանքից չի ազատել, այսինքն իմ կուսակցությունը, իմ վարչությունը չի ազատել եւ ես որևիցե միտք եւ նպատակ չունեմ այդ հարցը քննարկել։ Այս պահի դրությամբ դուք եք, եթե մեծամասնություն լինեք, դուք եք 9-րդ գումարման խորհրդարանի։ Նման բան չի քննարկվել, բայց ես մենք իմ գործունեությունը որևիցե ձևով չի բերել այն պահին, այն մասին, որտեղ որ ես պետքա այլ բանով զբաղվեմ։ Եթե կուսակցությունը, վարչությունը, վարչապետը մասնավորապես այլ բան կորոշի, ես իհարկե այդ որոշմանը կենթարկվեմ, բայց ես նման ամեն դեպքում խորհրդարանը ես իհարկե նախընտրում եմ խորհրդարանը, նախընտրում եմ մնալ նույն տեղում եւ կարծում եմ, որ դա տրամաբանական է, որովհետեւ չգիտեմ, կարող է շատ հարցերում իրար հետ համաձայն չենք, բայց կարծում եմ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ որպես ազգային ժողովի նախագահ ես իմ գործը այնուամենայնիվ հաջողել եմ եւ ես ենթադրում եմ, որ դա կգնահատվի իմ գործընկերների կողմից։ Ես գործադիր Եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես շարքային падգամավոր եմ լինելու, բնական է ես կդառնամ շարքային падգամավոր, ուղղակի խնդրեմն է, որ ես որպես շարքային падգամավոր եմ ցած տեղում ֆռալու եւ Ալեն Սիմոնյանն եմ մնալու, բայց եթե որոշեմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ունենա անվտանգություն չէ։ Նարեկ, ես որ BMW ունեի, BMW ոչ մեկ չուներ, սկսենք դրանից ու երկու տարբեր BMW ունեի, նենց որ այդ բաներին մի հավատա։ Նկատի ունեմ զրահապատ։ Զրահապատ այսինքն անձնական մեքենա ունեք։ Հարգելիս, ես զրահապատ հիմա էլ չունեմ, սկսենք դրանից, հələ ծառայողական զրահապատ։ Չէ, դնում ես ինֆորմացիա ճիշտ։ Մի պատտվող լուրեր ոչ մի ձև չգիտեմ այդ լուրերի